Բարեկամներ շարունակում է խաղային երեկոն և այսօրվա վերջին հանդիպումն ենք ձեզ ներկայացնելու մրցում են միմյանց հետ Ռեալ Մադրիդը և Մարսելը տեսնենք այս հանդիպումը ինչպես կընթանա անցած խաղը շատ հետաքրքիր անցավ մեզ մոտ հիմա տեսնում ենք մրցավարի սուլիչը կա և անցնենք թիմերի կազմերին Ռեալի դարպասում է Ալիրեզա Սուայլը հիմա Ակուլյանի հարվածը տեսանք առաջին հարվածը այս խաղում Վահագն Ակուլյանը կատարեց համար 5 Անուշաբան Եղիազարյան համար 10 Ետնա Մարսել Լաուրել համար 21 Արթուր Հունանյան համար 73 Ժան Աբաջան համար 77 Տիգրան Շեկոյան և համար 93 Ռուիս Սորուշ Մարսել դարպասում է համար 1 Անդրանիկ Հայրոյան, համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 8 Սարգիս Սարգսյան, համար 10 Մորզանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 16 համար 13 Համբարձում Մանուկյան, համար 16 Ալվին Գրիգորյան, համար 17 Իսկանդարյան Համար 88 Արա Հակոբյան և համար 99 Վահագն Ակուլյան Հիմա անկյունային է վաստակել այստեղ Մարսելը արագ խաղարկեցին գնդակը խլեց գնդակը Լաուրելը լավ անցան այստեղ իրենց կիսադաշտը Ռեալի ֆուտբոլիստները լավ անցում և տեսնենք այստեղ հիմա ինչ որոշում կայացրեց խաղի մրցավարը կարծես թե Տուգանային է նշանակել Մարսելի դարպասին Մարսել Լաուրելն է գնդակի մոտ Սուլիչը կա Լաուրել արված և շեղել վերջը Ռեալի ֆուտբոլիստի հարվածը Գնան վերցեց գնդակը Վահագն Ակունյանը լավ խաղարկում դիմակցի հետ լավ համագործակցություն տեսնենք, բայց Շեկոյանն է հեռացնում գնդակը Ռեալը այս մրցաշարում դեռ միավոր չի վաստակել հետնապահն է մրցաշարային աղյուսակի 4 խաղ 4 պարտություն 3 Երևանը կարողացավ իր առաջին միավորները վաստակել խոշոր հաշվով հաղթեց Նապոլիին
իսկ Մարսելը 5 խաղից ընդամենը 1 հաղթանակ է գրանցել, 4 պարտություն, վերջին հորիզոնականի մոտ է գտնվում Մարսելը, լավ փոխանցում հիմա անցավ գրոյի Ռեալը և խլեցին գնդակը Մարսելը, ներողություն Ռեալի ֆուտբոլիստից Լեցին հիմա գնդակը Նաուրելից, Ակուլյան փոխանցում է Ակոպյանի ներվից հարվածը ստացվեց Մարսելի ֆուտբոլիստին Երկար փոխանցում, հիմա տեսանք դարպասապայից, այստեղ կրկին լավ գործեց Տիգրան Շեքոյանը պաշտպանությունում Ալի Ռեզան վերցրեց գնդակ և երկար նետում կատարեց թիմակցի ուղղությամբ Այլ Արսելը անցավ գրոյի, Ակուլյան մտավ կենտրոն Ուշացավ փոխանցումը Վահագն Ակուլյանի Փոփոխություններ հիմա տեսնում եք տեղ ունեցավ Մարսելի կազմում Զանյան հարված Առաջին հարվածը տեսանք Զանյանին Հենց խադաշ դուրս գալու պահին փորձ Զանյանից տեսանք Սկալ փոխանցում, Ակուլյան շրջվեց Ակուլյանը կենտրոնում է խաղանքեր է փնտրում և հետ վերադարձ Այստեղ էլ շկապեց թողում այս դարձյանը Խլեց գնդակը փոխանցում Ակուլյանին, Վահագն Ակուլյան
տեսնենք, փոխանցում է Չայրոյանին, նորից լավ խաղարկումներ, Զանյան և 11 մետրանոց, հիմա տեսնում ենք Ռեալի դարպասին, շատ կոպիտ գործեց այս դրվագում Անուշավային Եղիազարյանը Զանյանի նկատմամբ և զգուշացվելու է վերջո, բայց այս դրվագը ուսումնասիրում է հիմա խաղի մրցավարը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Մրցավարը տեսնում ենք դիտեց դրվագը բարեկամներ և 11 մետրանոց է հիմա նշանակված Ռեալի դարպասին, հիմա կարող է Մարսելը առաջին կեսի երկրորդ հատվածում բացել հանդիպման հաշիվը, Զանյանն է վերցրել գնդակը, Մոզ Զանյանն ընդդեմ Ալի Ռեզայի, մենք մրցավարի սուլիչը կա, Զանյան արված, հրաշալի գոլ հեղինակ դարձավ Զանյանը, 1-0 հանդիպման հաշիվը բացված է, Մոզանյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ, 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Մարսելի հարձակվողը և արդեն 5-րդ գոլը Զանյանի այս մրցաշարում, տեսնենք ինչով կպատասխանի այս գոլին Մադրիդի Ռեալը Ռեալն է անցել գրոյի Այդ անաջող փոխանցում Ակուլյան թողեց գնդակը դիմակցին, այսօր տեսնում ենք Կենտրոնում է տեղակայվել Վահագն Ակուլյանը Հիմա էլ վտանգավոր դիրքում ստանդարտ է վաստակել Ռեալը Մրցավարի սուլիչը կա տեսնենք Արված, հեռացված է գնդակը Խանցում վտանգավ կարող ստացվել Մարսել լավրել լարվածը պակված է անկյունային է վաստակում այս դրվագում Ռեալը խարկված է անկյունայինը կրկին լավրել փոխանցում Եղիազարյանի ընթացքից հարվածը բարձր ընթացավ Այլ անցավ գրոյի Մարսելը, Հայրոյան, կենտրոնում շարժում է առաջ, Հայրոյան, բայց փոխանցումը չստացվեց Գևորգ Հայրոյանին Զանյան ներվից փորձ, բայց այս անգամ լավը չէր արվածը Մոզանյանին
Ակուլյանը սխալվեց այստեղ Ակուլյանը, բայց շտկեց, իր սխալը նետվում է առաջ հիմա Վահագն Ակուլյանը Անցում կենտրոն Երկար փոխանցում Զանյանի ուղղությամբ Եղիազարյանը հեռացրեց գնդակը Կրկին շարունակում Մարսելը գրոհել Բայց հիմա խլեցին գնդակը Ունանյանը Ներասնում է գնդակը Համբարձում Մանուկյանը Մաքուր գործեց այստեղ էլ Մանուկյանը և հարված կտեսնենք Անդրանիկ Հայրոյանի պաշտպանած դարպասից տեսնում ենք գոլից հետո Զանյանի մի փոքր խաղի տեմպը ընկավ Փոխանցում Հայրոյանի ուղղությամբ, բայց վերջինս անհասկանալի փոխանցում կատարեց այստեղ Երկար փոխանցում ենք կրկին տեսնելու Զանյանի ուղղությամբ Գուլյան լավ փոխանցում Հայրոյանին արված և գոլ կրկնապատկում է իր առավելությունը Մարսելը Գևորգ Հայրոյան 2-0 Գևորգ Հայրոյան 2-0 կրկնապատկեց իր առավելությունը Մարսելը հրաշալի փոխանցում ուղղակի տեսանք Վահագն Ակուլյանից դեպի Հայրոյանը վերջինս էլ լավ հարվածով գնդակը ուղարկեց Ալիռեզայի դարպասը արդեն 2 գոլի առավելություն ունի այս խաղում Մարսելը առաջին կեսի երկրորդ հատվածում շատ քիչ ժամանակ է հիշեցնեմ մնացել այս խաղակեսի ավարտին Տեսնենք հիմա ինչ-որ բան ձեռնարկեն Մադրիդի տղաները Մինչև ընդմիջում
Ակուլյան խլեց գնդակը, կրկին լավ փոխանցում էր փորձում կատարել, բայց այդ փոխանցումը հակված էր։ Շեկոյան շարժում է առաջ Ռեալի ֆուտբոլիստը, Տիգրան Շեկոյան, հեռվից հարված, բայց անհաջող էր ի վերջո Շեկոյանի հարվածը։ Երկար փոխանցում Զանյանի ուղղությամբ եւ չկարողացավ պահել այստեղ մեկը նոր Զանյանը։ Ռեալը անցավ գրոյի, տեսնենք, փափուկ փոխանցում շատ վտանգավոր էր հիմա, ինչպիսի դիրքից վրիպեց Ռեալի ֆուտբոլիստը։ Փոխանցում Ավանցում Ռեալի ֆուտբոլիստից և հարված դարպասից կտեսնենք Հայրոյանի։ Նա փոխանցում Ակուլյանի ուղղությամբ, բայց գնդակի մոտ Վահագն Ակուլյանը։ Ակուլյանը անցումը չստացվեց Վահագն Ակուլյանին։ Եվ վերջ բարեկամներ, առաջին կեսը տեսնում ենք մեզ մոտ ավարտվեց, 2-0 հաշվով Մարսելը հաղթում է Ռեալին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք, երկրորդ խաղակեսը տեսնում ենք մեկնարկեց և առաջին կեսից հետո 2-0 հաշվով Մարսելը հաղթում է Ռեալին, Զանյանի և Հայրոյանի գոլերի շնորհիվ Մարսելը առջևում է։ Առավելություն ուներ առաջին կեսում Մարսելը Ռեալի նկատմամբ, հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա։
Հիմա արագ վերիշ ենք թիմերի այտատուսակները Ռեալի գրոյից հետո Մարսել Ռաուրել Հայրոյանը փրկեց իր թիմին շատ վտանգավոր էր այստեղ հիմա տեսնում ենք Մարսելի Տուգանային հրապարակում Այստեղ էլ խաղթում Մոզանյանի կողմից Ռեալ դարպասում է Սուայլ Ալիրեզան, Անուշավան Եղիազարյան, Ետնա Մարսել Լաուրել, Արթուր Հունանյան, Ժան Աբաջյան, Տիգրան Շեկոյան և Սորուշ հիմա վտանգավոր է Մարսել Լաուրելի արվածից հետո Հայրոյանը կրկին փրկեց անկյունային տեսնում ենք ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը Ռեալը Փոխանցում Լաուրել կրկին բարձր է հիմա էլ հարվածում Մարսել Լաուրելը Մարսել դարպասում է Անդրանիկ Հայրոյանը, Թովմաս Դավթյան, Կարլեն Վարդանյան, Սարգիս Սարգսյան, Մոզանյան, Գևորգ Հայրոյան, Համբարձում Մանուկյան, Հարութ Գրիգորյան, Նարեկ Իսկանդարյան, Արա Ակոբյան և Վագն Ակուլյան Հիմա Մարսելը անցավ գրոյին Հայրոյան Հաչեզով շարժում է առաջ Գևորգ Հայրոյանը, բայց Շեկոյանը լավ գործեց պաշտպանությունում և սլանում է առաջ ձախ եզրով Տիգրան Շեկոյանը, մտավ Տուգանային հրապարակ, հարվածը չունեցավ, այստեղ լավ գործեց Թովմաս Սարգսյանը պաշտպանությունում Ռեալը կրկին մոտնել գրոյին Արված և Հայրոյանը փրկեց իր թիմին Մարսելը անցավ գրոյին, բայց Սարգսյանը լավ չմշակեց գնդակը Լավ խաղարկումներ Սարգսյան փոխանցում Ակոբյանին բայց այստեղ լավ գործեց հիմա Ռեալի ֆուտբոլիստը հրաշալի անցումներ նետվել է Ռեալը գրոյի Իժեղ էր ի վերջո այս փոխանցումը բայց կարծես թե այնտեղ դիպավ գնդակին վերջին պահին Անդրանիկ Հայրոյանը Արագ խաղարկեցին անկյունային Ռեալի ֆուտբոլիստները Հեռացված է գնդակը Մարսելը նետվում է գրոյին Շեկոյանը կրկին լավ գործեց պաշտպանությունում Խանցում հեռացված է գնդակը Անկյունային վաստակեց այստեղ Մարսելը
Փոխանցում, Զանյանը չհասավ այս գնդակին։ Այդ ռեալն է անցել գրոյի, վտանգալ կարող է ստացվեց պահել իր մոտ գնդակը ֆուտբոլիստի։ Առնաշփոթ է տեսնում ենք այստեղ Մարսելի Տուգանային մատույցներում, բայց ի վերջո նրանք տալեցին գնդակը։ Սյան, փոխանցում արվածը փակված է Վարդանյանին և հիմա ռեալն է անցել գրոյի։ Շեկոյան, պապուկ փոխանցում։ Երկրորդ փորձից կարողացավ վերցնել այստեղ գնդակը հիմա Անդրանիկ Հայրոյանը։ Հերվից արված շատ վտանգավոր էր Մարսելի ֆուտբոլիստի արվածը։ Անցած խաղում Մարսելը շատ լավ պայքար առաջարկեց Լևերկուզենի Բայերին, բայց պարտվեց 2-3 հաշվով ի վերջո։ Նույնը ռեալի տղաները Արարատի հետ հանդիպում անցկացրեցին և պարտվեցին 3-5 հաշվով, երկու խաղերում են դոլարատ հանդիպումներ ընթացան, երկու թիմերն էլ պարտվեցին անցած մրցավեճերում։ Հրաշալի թողեց գնդակը դիմացին, փոխանցում Զանյանին, Զանյան և շատ չեղեր Զանյանի հարվածը։ Ակուլյան սխալվեց հիմա Վագն Ակուլյանը և խախտում Մարսելի ֆուտբոլիստի կողմից։
Տանգավոր դիրքում Տուգանային վաստակեց այստեղ Ռեալը, տեսնենք Եղիազարյանն է գնդակի մոտ, հարված և Անդրանիկ Հայրոյանը փրկում է իր թիմին։ Հարկված է անկյունայինը, Եղիազարյան էրվից հարված, այնտեղ ընկավ հիմա տեսնում ենք Մարսելի ֆուտբոլիստը։ Շահանակվում է հանդիպումը բարեկամներ, երկրորդ խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ, վտանգավոր էր այս փոխանցումը և անկյունային է վաստակել Ռեալը։ Փոխանցում նետվում է հակագրոյի Մարսելը, Ակուլյան շտապեց Վագն Ակուլյանը այստեղ, հարվածը չստացվեց Վագն Ակուլյանին։ Ունանյան ծախեզով շարժում առաջ Արթուր Ունանյանը, հեռացված է գնդակը։ Անկյունային է հիմա էլ վաստակում Ռեալը։ Փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը, շատ վտանգավոր է հիմա։ Խլեց գնդակի հիմա Հայրոյանը, Ակուլյան, ձախեցվում Վագն Ակուլյանը։ Փոխանցում և անհաջող ստացվեց Վագն Ակուլյանի փոխանցումը։ Ռեալն է անցել գրոյի, Լաուրել, փոխանցում թիմակցին, բայց անհաջող փոխանցում ստացվեց, տեսնում ենք բայց թիմակցին, դակի թիմի մոտ, Աբաջան էրվից հարված, բարձր ստացվեց Ժան Աբաջանի հարվածը։ Ասը ռոպե մնաց հանդիպան ավարտին բարեկամներ, 2-0 հաշվով հաղթում է Մարսելը Ռեալին։
Տեղափոխություն տեղի ունեցավ Ռեալի կազմում։ Արտախանցում Մանուկյանի ուղղությամբ, Մանուկյան վտանգավոր էր Հայրոյանը։ Կարողացավ հարված կատարել այստեղ, չհասավ այս գնդակին ավելի շուտ Գևորգ Հայրոյանը։ Զանյանն է մեր խաղթ հայկանները։ Փոխանցում Մարսել Լաուրելի ուղղությամբ, բայց շատ ու եղել այս փոխանցումը։ Մանուկյան սխալվեց այստեղ փոխանցում կատարելիս։ Լավացում և վերջին պային Հայրոյանը հեռացրեց գնդակը։ Արագ Հապարակ Սարգսյանը հեռացրեց գնդակը և հիմա կարող է հակագրոյել Մարսելը այստեղ Զանյան։ Փոխանցում աչ։ Այս չհասավ այս գնդակին Հակոբյանը։ Ռեալը անցավ գրոյի, Ունանյան երվից արված և դարպասածողն է փրկում հիմա։ Այս դրվագում Մարսելին հերվից արված տեսանք Արտուր Ունանյանի կողմից։ Հանգավոր է արված և գոլ, կրճատված է մեզ մոտ բարեկամներ հանդիպան հաշիվը, Ռուի Սորուշն է դառնում գոլի հեղինակ։ Ռուի Սորուշ 2-1 հանդիպման հաշիվը դարձավ 2-1 օգուտ Մարսելի։
Կրճատեց մի փոքր հանդիպան հաշիվը Ռեալը։ Երկրորդ խաղակեսի վերջն եմ ասում, մի քանի րոպե ընդամենը մնացին հանդիպան ավարտին, Զանյան ներվից արված բարձր է Մոզանյանի հարվածը։ Փորձելու են հիմա Ռեալի տղաները գոնե մեկ միավոր վաստակել այս խաղում, դեռ ժամանակ ունեն նրանք։ Ուշ հետ փոխանցում Եղիազարյանին, տեսնենք Եղիազարյան ներվից արված, բայց բարձր էր անուշավան Եղիազարյանի հարվածը։ Հաղթում է տաշտի կենտրոնում։ Անցել է գրոյի, Զանյանի փոխանցումը պակեցին։ Եվ խաղթում հիմա Զանյանի կողմից։ Ուշացվում է այս դրվագում Մոզանյանը։ Վերջին րոպեներն են մեզ մոտ բարեկամներ, վտանգավոր կարող է ստացվել։ Տուգանային հրապարակ։ Մանուկյանն է հեռացնում գնդակը։ Զանյան փոխանցում լավելի ուղղությամբ, արվածը չստացվեց։ Լինել, Անուկյանը կրկին հեռացրեց գնդակ և հիմա կարող է հակագրել Մարսելը Ակուլյան, կարող լինել, անցումը չստացվեց ի վերջո Վագն Ակուլյանին, փոխանցում, նորից հեռացված է գնդակը։ Վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ բարեկամներ, հիմա տեսնում ենք, փորձում է շարժվել առաջ Ռեալը։ Բախում տեղի ունեցավ այստեղ, շատ վտանգավոր էր Մոզանյանը, ընկավ, բայց այստեղ տեսնում ենք խաղի մրցավարը։ Ասում է, որ հանդիպումը շարունակվում է, հիմա էլ Մանուկյանն է հաղթել խաղի կանոնները։
Բայց այս դրվագը հիմա ուսումնասիրելու է խաղի մրցավարը։ Մրցավարը իր որոշումը կայացրեց բարեկամներ վերջին դրվագում մաքուր է գործել դարպասապահ Ռեալ Մադրիդի, այստեղ էլ ստանդարտ է վաստակել Ռեալը, վերջին պահին տեսնենք հիմա վտանգավոր է ստանդարտը, սուլիչը կա, փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը Ազարյան խառնաշփոթ իրավիճակ է Հայրոյանն է հեռացնում գնդակը և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է կրկին 2-1 հաշիվ գրանցվեց մեզ մոտ այս անգամ Մարսելը հաղթում է Ռեալին և իր երկրորդ հաղթանակն է տոնում այս մրցաշարում 6 միավոր է վաստակում արդեն այս մրցաշարում հրաշալի հանդիպում ստացվեց բարեկամներ այսքանն էինք այսօրվա համար ձեզ համար պատրաստել բարի գիշեր և ամենայն բարիք